Մեզ և ձեզ մեծ ավետիս Քրիստոս հարյավի մեռելոց Օրհնյալ է հարություն Քրիստոսի Հավասիկ սիրելի հավատացյալ ժողովուրդ սա մինչև համբարձում վերջին կիրակինն է զատկական Գալ հինգշաբթի օրը կտոնակատարեն Քրիստոսի հրաշափառ համբարձումը Այն որ Տերը երկրի վրայից համբարձվեց ու գնաց երկինք Իսկ մինչև համբարձում այս 40 օրերի ընթացքում ամեն օր տոնակատարում էին Քրիստոսի հրաշափառ հարությունը եւ այսօր եւս փաստորեն վերջին կիրակինը որ տոնակատարում են Քրիստոսի հրաշափառ հարությունը այս 40 օրվա մեջ վերջին կիրակինը եւ եկող հինգշաբթի արդեն կլինի համբարձումը Բնականաբար այսօր եւս Ինչպես որ արդեն քանի կիրակի վերլուծեցինք Քրիստոսի հարության դեպքերը, այսօր ես ցանկացա, որ մենք վերլուծենք Հովանու ավետարանի վերջին պատմությունը, այն հարությունից հետո դեպք է։ Եվ հետաքրքիր է, որ այստեղ 7 առաքյալներ էին մասնակից, եւ 7-ից Հովանեսն էր, որ ներկա էր այդ դեպքին, Մատթեոսը ներկա չէր այստեղ 12-ից մեկը Մատթեոս ով ավետարան գրեց Մարկոսն ու Ղուկասն էլ 12-ից չէին նրանք ամեն դեպքերի մասնակից չէին Սակայն Հովանեսը մասնակից էր Դրա համար մյուս ավետարանների մեջ այս դեպքը չենք կարդում եւ ընդհանրապես երբ որ կարդում ենք առաջի 3 ավետարանները Մատթեոս, Մարկոս, Ղուկաս Այնուհետև Հովանեսի ավետարանն ենք կարդում, այնպես տպավորություն է, որ Հովանեսը տեղյակ է եղել այն 3 ավետարաններից եւ այն պատմությունները, ինչը որ իրենք չեն հիշատակել այս 3 ավետարաններում, Հովանեսը հենց այն պատմություններն է հիշատակել։ Եվ մասնավորաբար ըստ էության այնպիսի դեպքեր, որտեղ միգուցե այն առաքյալները ներկայել չեն գտնվել, եւ ահա կարծում եմ, որ այս դեպքը Այսպիսի դեպքերից մեկն էր, Հովանեսն էր, որ ներկա էր այնտեղ եւ ինքն էլ արձանագրեց։ Սրանից հետո Հիսուս դարձյալ իրեն հայտնեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մոտ եւ հայտնեց այսպես։ Մյուս հայտնությունները Երուսաղեմում էին։ Իսկ այս հայտնությունը Գալիլեայի լճակի ափին էր։ Միասին էին Սիմոն Պետրոսը, Թովմասը, ցանկը հետաքրքիր է։ Առաքյալների բոլոր ցանկերը մնացած ավետարանների մեջ Պետրոսից հետո Հակոբոսն ու Հովանեսն են գալիս։ Բայց այստեղ Թովմասն է գալիս։ Երկվորյա կոչվածը Նաթանայելը, այսինքն Բարթողիմեոս առաքյալը որ Գալիլեայի Կանա քաղաքից էր, մենք իր օջախ այցելել ենք, համբուրել ենք առաքյալի, ուրեմն օջախը սրբավայրը, որ հիմա այնտեղ եկեղեցի է, Զեբեդեոսի որդիները եւ աշակերտներից ուրիշ 2 հոգի։ Տեսեք նույնիսկ Հակոբոսի ու Հովանեսի անունները չկա անվանապես գրված։ Մյուս ցանկերում Պետրոս, Հակոբոս, Հովանես, այս ցանկի մեջ Պաստորեն Պետրոս, Թովմաս, այսինքն կարծես թե ուրիշ հաջորդականությամբ է գնում, ինչու, որովհետև գրող է ինքն է գրում, իր անունը առաջնահերթ չի տալիս, իր և եղբոր անունները առաջնահերթ չի տալիս, ասում է Պետրոսն էր, Թովմասը, Բարթողիմեոսը, Զեբեդեոսի որդիները, դրանք էլ ինքն ու եղբայրն էին, Հովանեսն ու Հակոբոսն էին, Եվ ուրիշ 2 են, վերջի 2-ին ընդհանրապես, որտեղ իր ուշադրությունը չի առաքյալների ցանկը տալ, այդ 7 հոգու, այլ իր ուշադրությունը այս դեպքը նկարագրելն է։ Սիմոն Պետրոսը նրանց ասաց. գնում եմ ձուկ որսալու։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, նախ ինչ գործ ունեին առաքյալներից այս 7 հոգին Գալիլեայի լճի ափին։ Եվ ինչու նորից Պետրոսը պիտի գնար ձուկ որսալու։ Չէ որ նրանք նախկին ձկնորսներ էին։ Ինչու նախկին։
որովհետև Գալիլեայի լճակի ափից Հիսուս կանչեց Պետրոսի եւ Անդրեասին, Հակոբոսին, Հովանեսին եւ ասեց ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ։ Եվ թողեցին, ասում է Զեբեդեոսին հորը, Հակոբոսն ու Հովանեսը թողեցին նավակի մեջ ու գնացին Հիսուսի հետևից։ Պետրոսն ու Անդրեասը թողեցին նավակը, ուր կան ամեն ինչ ու գնացին Հիսուսի հետևից։ Եվ իրենք շրջում էին Հիսուսի հետ 3.5 տարի։ Շրջիկ քարոզիչներ էին։ Հիսուս էր քարոզում, բայց նաև իրենք էին քարոզում։ Չէ՞ որ իրենց երկու Հիսուս իր դեմից էր ուղարկում։ Նրանք գնում տարբեր շրջաններ գյուղեր քարոզում էին։ Ձուկ բռնելու ժամանակ չունեին։ Բայց ժամանակ ձուկ էին բռնում, դա իրենց եկամուտն էր, իրենց աշխատանքն էր, իրենց առօրյան էր։ Իսկ հիմա շրջիկ քարոզիչներ են։ Բայց ինչպես պիտի լիներ, Պետրոսը մանավանդ ամուսնացած մարդ էր։ Եվ առաքյալների մի մաս ամուսնացած մարդիկ էին, բայց Հիսուսի հետևից շրջում էին։ Եվ թերևս բավարարվում էին իրենց օրվա շնորհով։ Եվ այսպես Հիսուսի քարոզչությանը մասնակից են 3.5 տարի, եւ իրեն շատ հեշտ էր։ Հիսուս հրահանգները տալիս էր, ինչ պետք է արվեր, ոնց պետք է արվեր, ուր պիտի գնային, ինչ պիտի անեին։ Հիմա որ քաղաքն ու գյուղերը պիտի գնային, եւ այդ ամբողջ շարժը թագավորական շարժ էր։ Էմավուսի ճամփորդներն Հիսուսին ասում են, մենք էլ հույս ունեինք, որ Հիսուս Նազարեթին պիտի փրկեր մեր ժողովրդին, այսինքն գլխավոր ղեկավարը դառնար, առաջնորդը դառնար։ Խաչեցին, հենց է խաչվելու ժամանակ էր, որ Հիսուս փրկեց։ Չէ՞ որ իր արյամբ նրանց մեղքերին քավություն տվեց ու փրկեց, բայց իրանք այտենց փրկիչ չէին սպասում։ Իրանք ուրիշ տեսակ փրկիչ։ Եթե կուզեք իմանալ, թե ինչ տեսակ փրկիչ էին սպասում, խնդրեմ վերցրեք, կարդացեք դատավորած գիրքը։ Կարդացեք ու տեսեք հրեաները ինչ տեսակ փրկիչների մասին ունեին գրություններ։ Գեդեոնի, Հեփթայի, Սամսոնի, Բարակի եւ մնացածի մասին կարդացեք ու տեսեք, որ բառով են կոչվում իրենք։ Հենց փրկիչ բառով է նկարագրված։ Աստված հանեց մի փրկիչ, փրկեց ժողովրդին շրջակա ազգերից եւ այլ, բնականաբար սա իբրև ավանդույթ եւ սրբազան ավանդույթ, չէ՞ որ դատավորները շատ կարևոր անձիկ էին, առաջի դատավորը Մովսեսն էր, Մովսեսից հետո Հեսուն էր, Հեսուից հետո Քաղեբն էր, ու տենց գնաց դատավորների շղթան եւ շատ կարևոր անձիկ էին, եւ բնականաբար սա արդեն կատարված էր իրենց պատմության մեջ, եւ իրենք ակնկալում էին այդպիսի փրկիչ, մինչդեռ Մեսիան փրկիչը այս օրինաչափությունների մեջ չի պիտի լիներ եւ նրա տված փրկությունը իր արյան հեղումը պիտի լիներ եւ մեղքերի թողության քարոզը պիտի լիներ, մահն ու գերեզմանի հաղթանակը պիտի լիներ։ Եթե այն դատավորների ժամանակ փրկության ասված խոսակցությունը ընդամենը ժողովրդին փոքրիկ ազատագրում էր շրջակա ազգերի մեջ, կարդացեք, տեսեք, իրոք փոքրիկ ազատագրում էր։ Այս մի փրկությունը ազատագրում էր մահվան դեմ, հավիտենական կյանքի լույսով։ Այս մի փրկություն ամբողջ երկրագնդի մարդկանց համար էր։ Հիսուսի անունով քավություն ու թողություն պիտի քարոզվեր ոչ միայն Հրեաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, ինչպես ինքն է ասում, եւ մինչև խաչվելը վերցնում է հացը, վերցնում է գինին, ասում է առեք կերեք սա իմ մարմինն է, առեք խմեք սրանից սա իմ արյունն է, որը պիտի թափվի ի քավություն եւ ի թողություն ձեր մեղքերի։ Այս ամբողջ աստվածային ծրագիր էր։ Եվ այս ծրագիրը լավ չէին հասկանում առաքյալները, նույնիսկ, որտեղ շփոթվեցին, եւ երբ որ Քրիստոս խաչվեց, Պետրոսը եւ մնացած առաքյալները, ժողովրդական խոսքով ասեմ, շվարած մնացին, անորոշ, չհասկացան հիմա ինչ պիտի անեն, այս ինչ ստացվեց,
Բա հիմա իրանք ինչ են անելու։ Ու նստացել։ Գիտեք, հարության հայտնությունները ստաբիլ չէր։ Այսինքն, այսպես սիստեմատիկ չէր։ Ընթացիկ չէր։ Երբեմն հայտնվում, երբեմն չէր հայտնվում։ Այս դեպքը, որ հիմա կկարդանք, երրորդ անգամն է Հովհաննես առաքյալն ասում է։ Եթե մենք ընդհանրացնենք Տիրոջ տարբեր հայտնությունները Զատկի օրվա հետ, որ տարբեր մարդկանց հենց այդ օրը երևաց հայտնվեց, սա մեկ, երկրորդը կրկնած Զատկի օրվա հետ, այսինքն մի 8 օր հետո, երբ որ հատուկ այստեղ շեշտադրված է, որ Թովմասն էլ այնտեղ ներկա էր, որտեղ մի շաբաթ չէր հավատացել Թովմասը, երկուս, եւ երրորդը գալիս է այս հայտնությունը։ Գիտեք, այդ ընթացքում տեսնում էին Հիսուսին, ոգևորվում էին, մխիթարվում էին, նորից անորոշությունը պատում էր իրենց, նորից իրենք չգիտեին ինչ էին անելու։ Եվ կարծում եմ, որ այսպիսի հոգեվիճակի արդյունք էր Գալիլեա մեկնելը եւ Գալիլեայի լճի ափը հասնելը։ Ձկնորսները հասնում են լճի ափ։ Ինչ պիտի անեն։ Ձուկ պիտի բռնեն։ Չէ՞ որ ձկնորսների համար նաև հաճելի է ձուկ բռնելը։ Դրա համար Սիմոնն ասում է. ես գնում եմ ձուկ բռնելու։ Վերադարձ նախքին մասնագիտության։ Գնում եմ ձուկ որսալու, նրան ասացին մենք էլ ենք գալիս քեզ հետ։ Այն մնացած 6 հոգու մի մասն էլ մեծ մասն է ձկնորսներ էին։ Եվ վեր կացան, գնացին, եւ նավակ մտան, եւ այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Այսպիսի դեպքեր ոնց որ թե շատ էր լինում ձկնորսների կյանքում, որովհետեւ առաջին հրաշքն էլ ձկնորսության հետ կապված էլի ամբողջ գիշերը ոչինչ չէին բռնել։ Երբ որ Հիսուս ասեց ուրկանը գցեք, ասեցին վարդապետ, ամբողջ գիշեր գցել ենք, անիմաց չարչարվել ենք, բայց քո խոսքիդ համար կգցենք։ Եվ գցեցին, երկու նավակ լցվեց։ Այդ առաջ երաշկը, որ Պետրոսը ծնկիչավ ասեց հեռու գնա ինձնից Տեր, ես մեղավոր մարդ եմ։ Զարմացավ, զարհուրեց։ Հիմա այստեղ ոչինչ չբռնեցին ամբողջ գիշեր 7 ձկնորսներ, 7 ուրեմն առաքյալներ, մեծ մասը ձկնորսներ։ Երբ առավոտ եղավ, Հիսուս կանգնած էր ծովի եզերքին։ Մենք էլ ենք գնացել, կանգնել ենք հենց այդ տեղը, որտեղ կանգնած էր Տեր Հիսուս ծովի եզերքին։ Սրանք սրբավայրեր են Գալիլեայի լճի ափին։ Բայց աշակերտները չիմացան, որ Հիսուսն է։ Հեռվում կանգնած է մեկը ծովի ափին։ Հիսուս նրանց ասաց. տղաներ, ուտելու բան ունեք կամ ուտելու բան չունեք։ Տարբեր խմբագրությունների մեջ տարբեր ձև է հնչում այս հարցը։ Ունիք զինչ ուտելու գրափարի մեջ էլ հաստատական ձևով է։ Ունեք ուտելու բան։ Նրան պատասխանեցին. ոչ։ Ամբողջ գիշեր չարչարվել էին, գոնե 7 հատիկ ձուկ բռնեին։ Որ դուրս գային մի հատ կրակ անեին, գոնե 7 հատիկ ձկով ամեն մեկը մի հատ ձուկ ուտեր, ձկան խորոված, ուտելու բան անգամ չունեին 7 առաքյալները։ Նրանց ասաց ուրկանը գցեցեք նավակի աջ կողմը եւ կգտնեք, արդեն գիտի որ հրաշք անելու, գցեք եւ կգտնեք։ Գցեցին եւ ձկների բազմությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ Այն աշակերտը, որին Հիսուս սիրում էր, որտեղ Հովհաննես առաքյալը առաքյալների մեջ ամենակրտսերն էր, երիտասարդն էր։ Եվ շատ տաքարյուն երիտասարդ էր, շատ էլ հարգանքով ու շնորհքով երիտասարդ էր։ Դրա համար Հիսուս իրեն շատ էր սիրում, որպես իր փոքրիկ եղբոր, իր փոքրիկ ուրեմն աշակերտի շատ էր սիրում։ Եվ Հովհաննեսն է, որ սա հիշեցնում է երբեմն, որտեղ Հիսուս իրեն շատ էր սիրում։ Որին Հիսուս սիրում էր, Պետրոսին ասաց. Տերն է։
Երբ Սիմոն Պետրոսը լսեց, թե Տերն է, հագուստը վրան գցեց, ոնց եմ հավանում առաքյալների այսպիսի պարկեշտ կենցաղն ու կերպարը։ Պետրոսը Հիսուսի հետ շրջող քարոզիչ էր, Հիսուսի ընկերներից մեկն էր, ընկերը չէր, ամբողջ ընթացքում աշակերտ էր և ընկեր էր, ամեն տեղ, բայց ինքը այսպիսի պարկեշտ զգացողություն ուներ, լսեց Տերն անմիջապես զգեստը առավ վրան և իրեն նետեց ծովը, քանի որ մերկ էր և իրեն նետեց ծովի մեջ, մյուս աշակերտներն էլ նավակով եկան և քանի որ ցամաքից հեռու չէին, այլ 200 կանգունի չափ միայն քաշում էին ուռկանը ձկներով հանդերձ, իսկ ինչու ուռկանը չէին հանել նավակ, երևի նավակը կխորտակվեր, երբ ցամաք ելան, տեսան վառված ածուխի մի կրակատեղ, մի ձուկ նրա վրա և հաց, Հիսուս նրանց ասաց. բերեք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք։ Սիմոն Պետրոսը նավակ մտավ և ցամաք քաշեց ուռկանը, որը լիքն էր 153 մեծ ձկներով։ Միգուցե 153 մեծ ձկները նավակը կխորտակեին։ Ես այս դրվագը որ կարդացի, հիշեցի այն կադրերը համացանցում, որ տեսել եմ կետ որսացողների։ Կետին երբեք չեն բարձրացնում նավակ կամ նավ։ Իրենց այդ հին ժողովուրդները, որ իրավունք ունեն ու որսում են, սրանք մեծ նավեր չունեն, բայց մի 7-8 նավակով լցվում են այդ կետերի վրա, կետերին սատկացնում են և քաշում են դեպի ափ։ Այդ մանր նավակները ահռելի կետին, չգիտեմ տոննաներով կշռվող կետին քաշում են ափ։ Այսինքն ձկնորսները շատ լավ գիտեն, եթե իրենց որսը շատ է, ուրեմն իրենց նավակները չեն պահելու, հետևաբար ջրի միջով քաշում են մինչև ափ, և փորձառու ձկնորսները այսպես իրենց բռնած ձկները բերեցին։ Հիմա տեսեք, սիրելի հավատացյալ ժողովուրդ, տղաները 7 հոգով ուտելու բան չունեին։ Հիմա 7 ձկան փոխարեն 153 ձուկ բռնեցին։ Ոչ մենակ ուտելու բան ունեն, այլ նաև եկամուտ ունեն։ Հետաքրքիր է, չես վերլուծությունները, և դա Հիսուսի հարությունից հետո այս պատմության հետաքրքիր այդպես բնույթը, հատկապես առանձնակի բնույթը, սրա մեջ է, որ սա մնացած պատմությունների պես չի մինչև Հիսուսի խաչվելու, այլ նրա գերեզմանի միջից հարություն առնելուց հետո պատմություն է, և այս տեսակետից հատկապես ուշադրության արժանի է։ Ասում է, որ կրակատեղ կար, վրան մի ձուկ խորոված։ Ում համար էր։ Հիսուս ինքն էր արել։ Հիմա տեսեք, որ այդ մի ձուկը չէր, որ կիսեց մնացածի մեջ, այլ ասեց ձեր բռնած ձկներից բերեք։ Եվ ձկներից բերեցին, որտեղ շատ ձուկ ունեին այլևս։ Եվ այն մեկ ձկան հետ իրենց բերած ձկներն էլ խորովեցին և միասին էլ կերան։ Հիմա շարունակեմ, թեև այնչափ բան կար, բայց ուռկանը չպատրվեց։ Հիսուս նրանց ասաց. Իմիջիայլոց Սուրբ Մեկնիշները ասում են, որ ուռկանը եկեղեցու խորհրդանիշն ունի, խորհուրդ ունի։ Ասում է, այնչափ շատ բան կար մեջը, բայց չպատրվեց ուռկանը։ Ես տարիներ շարունակ միշտ հիշում եմ, որ երբ որ նայում ենք պատարագին, ասենք եկեղեցում, մի քիչ թվաքանակը քիչ ժողովրդի, նեղ սրտում ենք, որ քիչ է, շատ թող լինի։ Հետո տոնական օրերին, որ շատ են գալիս, նեղ սրտում ենք, որ ես ինչ արեցի, խառնաշփոթ սարքեցի։ Մարդկանց հրավիրում ենք պատարագ և հավատքի ճանապարհին։ Մարդիկ գալիս են և զգում ենք, որ մենք այդքան մարդկանց ոնց որ թե չենք կարողանում տիրապետենք, որտև ամեն մարդ գալիս է նաև իր սխալը իր հետ բերելով։ Եթե այդ մարդը իր տանն էր, դու էլ իր տունը տնօրհնեք չէիր գնացել, չէիր օրհնել, չէիր հրավիրել պատարագել, մարդը իր տունն էր, իր գործին էր։ Ճիշտ էր, սխալեն ինքն էր իր առօրյայով էր։ Հիմա Աստծո շնորհը եկավ և այդ մարդուն հրավիրեցիր, ինքն էլ պարտաճանաչ ներկայացավ։
Հետո այդ մարդու կյանքի մեջ մի դեֆեկտ միգուցեի հայտ եկավ։ Եվ այդ դեֆեկտը սկսեց ալեկոծել ամբողջ համայնքը։ Եվ դու քաջաբար նետվեցիր, որ այդ խնդիրը լուծես, բայց արդյոք կարող ես լուծել։ Որտեւ այդ մարդը չի պատկերացնում Աստծո օրենքը, որ դու ասում ես։ Չէ՞ որ ինքը իր ամբողջ կյանքում Աստծո օրենքը չի իմացել այդ հարցերի վերաբերյալ։ Եվ սկսում է այստեղ ուսուցողական, վիճաբանական, խառնաշփոթ միրադրություն։ Այդ տեսնում եք, ասում է, այդ չաբան կար ուրկանի մեջ, բայց ուրկանը չպատրվեց։ Տեր Հիսուսի գցած եկեղեցվո ուրկանը, ընդհանրական եկեղեցվո ուրկանը, միլիարդավոր մարդկանց է իր մեջ ներառել։ Եվրոպայում ծանծաղ պարծենկոտ փիլիսոփաները, հատկապես 1900-ական թվականների, վերջ քրիստոնեությունը պրծավ Աստված, վերջ եւ այլ նման հայտարարություններ շատ ծանծաղ եւ պարծենկոտ արեցի։ Անցյալ օրը Պապի թաղմանը երկրագնդի վրայի 200 պետություններից 150-ի նախագահներն են դեղել։ Երկրագնդի վրա ընդամենը 200 պետություն կա, մի քանի պլյուս մինուսով, հա։ Եվ փաստորեն քանի 75%-ը, հա, եւ այնտեղ ներկային ամբողջ ժողովուրդների ղեկավարները։ Դրա համար ասում է այս շատ բան կա ուրկանի մեջ, չպատրվեց ուրկան ինչու, որտեղ Տեր Հիսուսի հրամանով բռնեցին, դա երկնային շնորհի ուրկանն էր, դա աստվածային զորության, սրբության եւ հզոր ներգործության ուրկանն էր, դա սովորական բան չէր։ Դրա համար սիրելի հավատացյալ ժողովուրդ, դուրս քաշեցին եւ շատ ձկներ կային։ Հիսուս նրանց ասաց, եկեք ճաշեցեք, հրավիրեց ճաշ ուտելու։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել, թե դու ով ես։ Ուշադրություն դարձրեք։ Գիտեմ, որ Հիսուսն է, բայց մեկը կասկածում է, որտեվ անհավանական է հարությունից հետո հայտնությունները։ Քանի անգամ հայտնվեց, այնքան անգամ էս կասկածը կար մտքների մեջ։ Նույնիսկ գնացին, շոշափեցին եւ այլը, որտեւ անհավանական հայտնվելու հանգամանքն է սա։ Գիտեն Տերն է, բայց միևնույն է մի քիչ մեջները տարակուսանք ունեն։ Եվ չեն էլ հարցնում, որովհետեւ կարող է Տիրոջ դուրը չգար։ Քանի անգամ հարցնեք դու ես, հա, ես եմ, պիտի ասել, ես եմ, հասկացեք։ Առանց այդ էլ իրենք շատ հարցերով Տիրոջ հավանությունը չունեին, որտեղ դուք ուշադրություն դարձրեք մի քանի անգամ հայտնվելու ժամանակ հանդիմանեց առաքյալներին։ Հանդիմանեց Էմավուս գնացողներին։ Հանդիմանեց Թովմաս առաքյալին։ Հանդիմանեց եւս մեկ հայտնության ժամանակ, 3 հայտնության ժամանակ եւ ավելի հանդիմանեց, որովհետեւ ամեն անգամ այսպես անդադ այսպես քննողական ոճով էին մոտենում, ամեն անգամ համոզվում էին, ամեն անգամ նորից նույն մարդիկ, նորից նույն այսպես զգացողությունները իրենց հետ։ Եկավ Հիսուս, առավ հացը եւ տվեց նրանց, նույնպես եւ ձուկը։ Այս երրորդ անգամն էր, որ Հիսուս երևաց իր աշակերտներին մեռելներից հարություն առնելուց հետո։ Եվ երբ ճաշեցին, Հիսուս Սիմոն Պետրոսին ասաց. Սիմոն, որդի Հովնանի, սիրում ես ինձ ավելի, քան դրանք։ Սա ասաց նրան. այո Տեր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Այս հայտնությունը, սիրելի հավատացյալ ժողովուրդ, մի շատ կարևոր նշանավոր կողմել ունի։ Այստեղ Պետրոսը վերականգնվեց առաքելական պաշտոնի մեջ։ Չէ՞ որ Հիսուսի 3 անգամ ուրացած մարդը ոնց էր առաքելություն իրագործելու։ Չէ՞ որ ակհաղաղը մինչև կանչեց, Հիսուս 3 անգամ ուրացավ։ Ու երբ որ Հիսուս պտտվեց, դարձավ նայեց Պետրոսին, Պետրոսը հիշեց երեկվա ասածը ու գնաց դառնապես լացեց։ Լացեց, բայց դեռ Հիսուսի վերաբերմունքը չգիտեր։ Չէ՞ որ Տերը նախորոք ասել էր. դու 3 անգամ կուրանաս, այդ ամբողջ
12 առաքյալների մեջ կարծես ամենաքաջը Պետրոսն էր։ Եվ ինչու էր ինքը արժանանում այդ խոսքին, որտեղ ինքը մյուսներից առաջ ասում էր բոլորը ուրանա, ես չեմ ուրանալու։ Հիսուսն էլ ասաց, հենց դու 3 անգամ կուրանաս։ Եվ փաստորեն այսպիսի փորձության խորխորատներ ընկել Սրբազան Պետրոս առաքյալը։ Եվ այս հայտնության ժամանակ Պետրոս առաքյալին վերականգնում է առաքելության մեջ։ 3 անգամ հարց է տալիս։ Պետրոս, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Այո, Տեր, սիրում եմ քեզ, եւ դու գիտես։ Երկրորդ անգամը Պետրոս, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Այո, Տեր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Երրորդ անգամը տրտմեց Պետրոսը, որտեվ երրորդ անգամ էլ որ կրկնեց, ոնց որ թեն առաջի 2 պատասխանները հերիք չէին։ Բայց 3 անգամ ուրացած Պետրոսը 3 անգամ դավանեց Հիսուսին, եւ Հիսուս ասեց. արածեցրու իմ գառնուկներին, որտեղ Պետրոսից առաջ մի առաքյալ էր ուրացել, Հուդան, բայց Հուդան չէր զղջացել։ Ուղղակի զղջացել էր տեսնելով, որ խաչեցին, բայց ուրիշ ոչինչ չէր արել, չէր խոստովանել, չէր լացել, չէր ներողություն խնդրել, այլ ընդհակառակը իրեն այդ առաքելական խմբի մեջ ուրիշ բան էր հետաքրքիր։ Հովհաննես ավետարանիչն ասում է դրամն էր հետաքրքիր։ Դե Հիսուս որ թագավոր դառնար, ամբողջ երկրի դրամ այնտեղ կլներ, եւ քանի որ Հիսուս թագավոր չդարձավ, հենց ինքը մատնեց ու ինքն է զարմացավ, որ մատնեց ու տարան խաչեցին, սպանեցին, որտեղ ինքը երբի չէր էլ մտածում, որ պետքա սպանեի Հիսուսին։ Դրա համար տեսավ, որ տարան, որտեղ Հիսուս իրեն ոչ մի վատ բան չէր արել երբեք։ Հիսուսի վատությունը նա էր, որ իրեն ընդհանրապես վատ բան չէր արել, ոչ մեկին չէր արել, բայց Հուդային նաև այդ թվում հատկապես ուղղակի մի մեծ մեղք համարեց Հուդան, որ մի լիտր ազնիվ յուղ լցրեցին Հիսուսի գլխին, Հուդայի աչքերն էլ գնացել յուղի հետ, եւ ինչ արեցիք, փչացրեցիք 300 արծաթ փչացրեցիք, Հիսուս ասեց հանգիստ թողեք այդ կնոջը, իմ թաղման համար արեց։ Հուդան խառնվեց իրար, Հուդային պետք չէր մնացած բաները։ Հուդային մենակ հետաքրքրում էր այդ արծաթը 300 եւ փաստորեն Հուդան ինքնասպան էր եղել։ Իսկ Պետրոսը ակամայից էր ուրացել։ Եվ Պետրոսը վախից էր, վախի միջավայրի մեջ, նաեւ ինքը համարձակորեն սրով խփել էր, արյուն էր թափել Հիսուսին պաշտպանելու համար։ Բայց Տերը ասել էր սուրը տեղը դիր, դրա համար էլ ինքը ընկճվել էր այդ ժամանակ, որից հետո ինքը ուրացել էր փաստորեն 3 անգամ։ Աղախիններն ասում են դու Երուսաղեմից չես, քո խոսակցությունն էլ Գալիլեացու խոսակցություն է, քո акցենտը Գալիլեացու ոնց որ շեշտ կա քո խոսակցության մեջ, չէ, ես չեմ ճանաչում այդ մարդուն, չգիտեմ ով է, այս տեսակ 3 անգամ ուրացել էր։ Հիմա 3 անգամ սիրո դավանությամբ հաստատվեց իր առաքելական պատվո մեջ եւ գիտեք, ի վերջո կյանքը եզրափակեց գլխի վայր խաչվելով։ Նա ասաց ես արժան չեմ Հիսուսի պես ուղիղ խաչվելու։ Ինձ գլխի վայր խաչեք ու Պետրոս առաքյալին գլխի վայր խաչելով սպանեցին։ Այս երևման ժամանակ էր, որ Հիսուս ասեց դա չի մեռնի, Հովհաննեսին նկատի ունենալով, մինչև ես գամ։ Եվ ասում եք, գիտեք, շատերը սխալ ընկալեցին, թե մահ չի ունենալ, ոչ, այդպես բան չի ասել Հիսուս։ Այլ ասեց, մինչև ես գամ ինքը պիտի ապրի։ Ուրեմն 12 առաքյալների մեջ Պողոսն էլ հետը 13։ Միայն Հովհաննեսն էր, որ իր բնական մահով մեռավ 100 տարեկան հասակում։ Մնացածը բոլորը նահատակվեցին։ Բայց գիտեք, մնացածի համար մահը սարսափելի բան չէր։ Չէ՞ որ իրենք տեսել էին գերեզմանից հարություն առած Հիսուսին եւ իրենց աչքերի առաջ համբարձված Հիսուսին եւ լսել էին Հիսուսի խոստումները, որ բոլորի ինձ մոտ եմ առնելու ու երկնքում շատ օթևաններ կան։ Հետևաբար իրենք սրբազան, հավատքով լցված, զարգացած, զորացած, անմահության հույսը բոցավառված իրենց սրտի մեջ, իրենք նահատակվեցին եւ այս աշխարհից դուրս եկան։ Հերթը մեզ հասավ, մենք էլ պիտի Հիսուսի հետևից քայլենք, առաքյալների օրինակին հետևենք, մենք էլ պիտի հավիտենական կյանքի հույսով լցնենք,
քաղցրությամբ ու զորությամբ, արիությամբ ու համարձակությամբ եւ Տիրոջ հետևից քայլելով իր անունը պաշտենք, փառավորենք եւ ամեն տեղ տարածենք, հնչեցնենք ու հռչակենք։ Թող Աստված բոլորիս ուժ ու կարողություն տա։ Մեզ եւ ձեզ մեծավետիս Քրիստոս հարյավի մեռելոց։ Օրհնյալ է հարություն Քրիստոսի։ Եվ տուր մեզ